Տերը օրհնի քեզ։ Գիտես այնքան լավ է, որ սպասում ունես, որ դու սպասում ես։ Գիտես սատանան երբ է մարդու հախից գալիս, երբ որ մարդու մեջից սպասումը հանում է։ Երբ որ էլ սպասում չունես, ասում ես, դե լավ, Հիսուսն ընդեղ ուշանում է, գործերս ընդեղ չեն լավանում, սպասումը տենց գողացավ, սկսելու է հախիցդ գալ։ Իսկ մենք սպասում ենք մեր Տիրոջ ամեն, մենք գիտենք, որ Տերը շուտով գալիս է, մենք իրար հետ վայելելու ենք երկիրը, հետո էլ երկինքը։ Ամեն։ Տերը օրհնի քեզ։ Փառք Աստծուն, շատ ուրախ եմ, որ դու այսօր այստեղ ես, մինչև կնստես կողքինդ ասած սպասի գալու է, ու հանգիստ կարաս նստես, Տերը օրհնի քեզ։ Շնորհակալություն շատ, Տերը օրհնի ձեզ։ Երբ որ փոքր էի, չգիտեմ, սովետի ժամանակ, խորհրդային միության ժամանակ, գիտեք ինչ հիշեցի։ Մենք բարեկամներով հավաքվում էինք տատիկիս տանը, երեխաներով, թոռներով, ես թոռն էի։ Թոռներից երևի մի 30 հոգով լոտո էինք խաղում։ Ու գումարով էինք խաղում, հիշում եմ, ինչ որ կոպեկներ էր, բայց գումարով էինք խաղում, հա։ Երևի արդեն ինչքան համարյա 45 տարի է անցել։ Գիտեք ինչն է հետաքրքիրը, բայց այդ վերապրումը մինչև հիմա հիշում եմ։ Այդ լոտոյի մեջ ինչքան որ հիշում եմ, եթե վերջինն էր մնում, ասես բրով էին հանում, ով ասում են, բայց եթե դու արդեն հասել ես, որ մի հատ մնաց է որ հաղթես, ասում ես սպասում եմ։ Որ ասում ես սպասում եմ, այդ բոլորը պետք է գցեին, հատ անեին, որ հանգարտ չխափեին, որ նային տեսնեին, հետ չգցեին։ Այսինքն հենց հասնում ես դու ամենավերջինն, ասում ես սպասում եմ։ Ու գիտեք, այդ վերապրումն եմ, հենց նոր ստեղ կանգնած այդ վերապրումը հիշեցի, որ երբ որ ես էի սպասում, ես գիտեք նայում էի այդ վերջի թվին ու նայում էի գումարին։ Ու ես հասկանում էի, հեսա հասնելու այն սպասում եմ, առաջինը ես եմ սպասել, բաներ մեջս փոխվում։ Սենց այդ սրտի թրթիրով սպասում էի, երբեն իմ թիվը հանելու, հա։ Հիմա սիրելիս, երբ որ այդ թրթիրը կամ մեջդ, այդ դրոպեն ես ուրիշ բանի մասին չէի մտածում։ Չէի մտածում դպրոց կա, վաղը դպրոց գնալ կա, սովորել կա եւ այլ, ես սպասում էի, այն փողերը գալու է իմ գրպանը, եթե բախտս բերի։ Այդ ներսի վերապրումը լրիվ ուրիշ էր, հա։ Ու գիտես, երբ որ երգը երգում էինք, այդ սպասում եմ, հա, այդ սպասումը, որ մեջներս լինի, այդ վերապրումը, որ մեկը հեսա Հիսուսը գալու է, ես սպասում եմ։ Այդ վերապրումը, որ ես կյանքը ապրում ես, մնացած խնդիրները այնքան են հեշտանում ու էժանանում, երբ որ քո մոտ առաջնային այդ սպասումն է։ Գործը այդ լավ չի, ոչ իշ մեկը Հիսուսը գալու է։ Կողքը ծակում է, սպասում եմ։ 37 տարեկան ես մնացիր տունը, սպասում եմ։ Արքայազնին, չէ Հիսուսին, արքայազնը ձեռի հետ կգա, չի գա, մեկը Հիսուսը գալու է, սպասում եմ։ Հա, այսինքն, երբ որ ճիշտ սպասում կա մեջներս, այնքան բան է փոխվում։ Կյանքդ հեշտանում է, թեթևանում է, դու ցանկացած խնդրի մեջով հեշտ ես անցնում։ Վիրավորում են հեշտ ես տանում, ցավացնում են հեշտ ես տանում։ Սպասումը կարևոր է։ Դրա համար գիտեք, Հիսուսը ինքը իմաստնության մարմնացումն է, չէ՞։ Գիտեք, ինքը չասեց 7415 օր հետո գալու եմ։ Ասեց կարևոր բառ մի հատ ասեց, չասեց հեսա գալ, չասեց գալիս եմ։ Գիտեք ինչ ասեց, ահա շուտով գալիս եմ։ Գիտեք շուտով բառը ինչքան պրովոկացիոն բառ է։ 2000 տարի առաջ ասելա շուտով գալիս եմ։ Քիչ նորմալ չի, չէ՞, մարդկային ստանդարտով։ Ինչ է նշանակում շուտով գալիս եմ, 2000 տարի անցելա չի եկել։ Դրա համար էլ ինքը իմաստուն Աստված է։ Երբ որ ասում է շուտով գալիս եմ, ամեն մարդ այդ շուտովը սպասում է բերում մեջը։ 1000 տարի առաջ էլ էին սպասում, որ շուտով Հիսուսը գալու է։ Պողոս առաքյալներ էր սպասում, ասում է մենք ողջ մնացածներս հեսա գնալու ենք երկինք, որովհետև Հիսուսն ասել էր շուտով գալու եմ, բայց իր շուտովը մեր շուտովը չի։ Ինքը այդ շուտով բառը գիտեք խիալ դրե, որ քո մեջ սպասում լինի։ Որ քո մեջ այդ սպասումը լինի, Հիսուսը շուտով գալու է։ Չնայած քո ուին բախտը բերել է, որ մենք իրոք վերջում ենք, իրոք շուտով է գալու։ Այդ շուտովը այսօր արդեն շատ շուտով է։ Այնքան շուտով է, որ ավելի շուտով էլ չի լինում։ Մեր բախտը բերել է, բայց գիտեք 2000 տարի է սպասում են, այդ ոնց որ ես այդ վերջի թվին էի սպասում, այդտենց անհամբեր մարդկությունը սպասում է Հիսուսին։ Ու հատուկ այդ բառը ասեց Հիսուսը, ահա շուտով գալու եմ, որպեսզի ինչ
որպեսզի բոլորն սպասեն, որպեսզի առաջի դարում չասեն, Հիսուսը ես իմ երբ գալու, մեկը մենք չենք տեսնելու, արեք ապրենք ոնց ուզում ենք։ Ես այդ խոսքը վերցրել եմ, ինձ շատ, ասենք, նամակներ են գրում տարբեր քաղաքներից, երբ եք գալու, երեխեքին ասում եմ գրեք շուտով։ Ամենտեղ չես կարա գնաս, բայց ոնց պատասխանես մարդուն, որ չգիտես, 6 ամսից կարաս իրաց մոտ թե 6 տարում։ Գրում ես շուտով։ Շուտով գալու եմ, այդ շուտովը երբ որ Աստված կամենա, երբ որ ճանապարհ բացվի, հա, բայց սպասումը լավ բան է։ Երբ որ դու սպասում ես, որովհետև Հիսուսը շուտով գալու է, լիքը բաների ուրիշ ձևով ես նայում։ Առանց հետել այս աշխարհը դες ոչ մի սպասում չունի։ Դուք նկատել եք այս աշխարհը ինչի է սպասում։ Ոչ մի լավ սպասում չունի, ասում են, հեսա երրորդ համաշխարհային կլինի, հեսա ատոմային բոմբ կլինի, հեսա ես ինչ կրիզիսն ալնելու, հեսա այն ալնելու, հեսա այն ալինելու։ Աշխարհը այսօր լավ սպասում չունի։ Բայց ես ու դու հեսա ես գալու է։ Սպասում եմ։ Всё, դրանից լավ բան չկա։ Հələ տես քո ընկերները իրար հետ է սկսել, ամեն մեկը 5 հատ տուն ունի, դու հələ վարձով ես ապրում։ Սպասում եմ։ Ինչ բերի մեկը բերի բանալի, դա չէ, երկնային տամբալայիններն եմ սպասում, հեսա այսը գալու է։ Հա, սպասում եմ, այս ներքին խաղաղություն է բերում ճիշտ սպասումը։ Երբ որ դու ճիշտ սպասում ես, այն որ հարսը սպասում է, որ հեսա փեսան գալու է, այդ օրը չէ, որ արդեն հագցրել են, կանգնացրել են, ժպիտը դեմքին սպասում է, հեսա գալու է։ Խի ուշացան, մամ ինչի ուշացան։ Մամ, բա երբ են գալու։ Այ բլա հələ կես ժամ կա, հա, բայց կարա ինչ է մի քիչ շուտ գային, գիտես խի ներսի սպասումը, հեսա գալի է։ Այդ ներսի սպասումը ուրիշ բանի մասին չի մտածում, ուշք ու միտքը փեսանա։ Դրա համար էլ Հիսուսն ասաց, ես փեսանեմ, եկեղեցին իմ հարցն է, արթունեղի սպասի, գալիս եմ, հա։ Գալիս է ու գալիս է ոչ թե գա ու տեսնի, ըհը, մի հատ հիմա մտածեմ, արժեր ես հարցը, թե ոնց որ հարցը դուրս չի գալի։ Գնամ թազա հարցման գամ, չէ գալիս է իր հարցին տանի տուն, վայելելու երկինքը, սկզբից երկիրը, հետո երկինքը, երբ որ ես սպասում ունես, սիրելիս, դեմքիդ միշտ ժպիտ կլինի, այն հոգսախեղդ դեմքդ կվերանա, հովիվ ջան, մենակ իմանաս ինչքան դարդ ունեմ, մի հատ էս բան կա, չէ, որ մեկը մտնում է, բժիշկի մոտ ասում է, բժիշկը լավ ոտս, բժիշկն ասում է, բա հլը իմը, Գիտես խնդիրներ բոլորն էլ ունեն, ամեն մարդը խնդիր ունի, ստեղ կարևորը գիտես ինչն է, դու այդ խնդիրների մեջ խնդիրդ ես քո համար սարքում առաջնային, թե երկինքը։ Այ երբ որ երկինքն է առաջնային, խնդիրները գալիս են գնում են։ Սատանան ամենաշատը գիտեք ինչ է ներվային անում, երբ որ ինչ անի չանի դու մեկա ժպտում ես։ Երբ որ չի կարողանում քո ուրախությունը գողանա, որովհետև երբ որ մարդու ուրախությունը գողանում է, հետո սկսում է ուրիշ մի հատ խնդիր։ Մարդու մոտ սկսում է տրտմություն, հետո փնփնթալ, հետո մունատ գալ, հետո բախի սենց եղավ։ Այս դրա մասին ուզում եմ խոսամ ես։ Խոսքը տենց էլ վերնագրել եմ բախի սենց եղավ։ Ինչի սենց եղավ։ Գիտեք այսօր այնքան անորոշ վիճակ է, այնքան որոշ հայագետներ կասեն, չէր կարա գրել, բա ինչու այսպես եղավ։ Հա։ Կարան չի ասեն, կարող է այդպես էլ գրվել, բայց հաշվի առնելով, որ սա վերնագիր է եւ ես իրավունք ունեմ ինչ ուզեմ գրեմ, որովհետեւ ամեն, օրինակ, եթե պոետը մի ստեղծագործություն է գրում, ինքը իրավունք ունի անգամ բառեր հորինի, հա, ինքը կարա իր համար բառեր հորինի, դա թույլատրելի է ու նորմալ է։ Դրա համար գոնե վերնագիրը ոնց ուզեմ ես գրում եմ, էլի, ոչինչ որ սենց է, ներեք ինձ, սիրելի հայագետներ ջան, բայց խի սենց եղավ։ Այս հարցը շատ է հուզում մարդկությանը, գիտես, այնքան մանավանդ վերջի ժամանակները այնքան են շատացել դժբախտ պատահարները, այնքան են շատացել տարերային աղետները, մեկի տեսնում ես, մի հատ ալիք եկավ, մի քանի հազար մարդ, վերցես քշեց ծովը, մեկի սարերից մի հատ հեղեղ եկավ, մի քանի հատ շենք, վերցես տարավ լցրեց ջուրը, մեկ էլ կրակ սկսես, միտեղ եսի ինչ եղավ, շատացել է ամեն ինչը, ամենաշատը գիտեք ինչն է շատացել աշխարհում, վախն ու անորոշությունը։ Վախը, պանիկան, անորոշությունը գերբնական մակարդակի ասել։ Գիտես, շաբաթը մեկ մարդկանց ստրեսի մեջ են գցում։ Մի շաբաթ առաջ ես այդ ժամանակ Ամերիկայում էի։ Ամերիկայում մի հատ քայլ արեցին, որ
միլիոնավոր մարդկանց բանկրոտության բերեցին։ Մի րոպեին ոչ մեկ չզգացքի, մարդկությունը չհասկացավ ինչ եղավ։ Ասես ուղղակի բերեցին, բանկրոտ արեցին, շպրտեցին, գնացին։ Աշխարհի դրվածքն է այսօր այդ։ Աշխարհի դրվածքն ամեն ինչ խառնվում է իրար ամեն րոպե։ Ու մարդկանց մոտ նորմալ հարց է առաջանում, բախի սենց եղավ։ Եթե Աստված կախի է սենց լնում։ Գիտես, նես տպավորություն է, ոնց որ վերջի ժամանակները Աստված ինքը այս աշխարհը թողել է, այնտեղ ինչ որ միջկոնտինենտալ գլոբալ հարցեր է լուծում, ասենք, տիեզերքում որ համաստեղությունը որտեղ լինի, բան ինչ որ ուրիշ տեղ է։ Սատանան լարթից օգտվել է, ընկել է այս աշխարհը ավիրում է։ Ում հետ ինչ ուզում է անում է։ Սենց տպավորություն է, որտեղ որ նայում ես ինչ է կատարվում աշխարհում։ Օրը միտեղ կռիվ են սկսում, անառակությունը շատացել է, նարկոմանիան շատացել է, այսօր նարկոման դառնալու համար պետք չի վատ մարդ լնես, պետք չի, չգիտեմ, ինչ որ սխալ բաների մեջ գնաս, հերիք է երկու անգամ սխալ կոլեկտիվի հետ գնաս ուղղակի հանդիպման, բաժակիդ մեջ երկու անգամ այդ այս հիմիկվան նյութերից գցում են դառնում ես նարկոման։ Շատացել է ամեն ինչը։ Ամեն ինչ այնքան է շատացել ու հարց առաջանում, բախի, լավ ինչի, Աստված չի տենում, Աստված չի տենում, ես ինչ դարում ենք մենք ապրում։ Աստված տեսնում է, գիտես, Աստծո աշկերը ամենուր են, ինքն էլ ամենուր է, ու ինքը ամենագետ է։ Աստվածաշունչն ասում է, ձեր գլխից ոչ մի բան չի կարա անգնի առանց Աստծո տեղեկության։ Ձեր վրայից ոչ մի բան չի կարա պակասի առանց Աստծո տեղեկության։ Եթե երկու հատ ճնճուղուկ Հիսուսն ասում է, մի դանգի են ծախվում, ու դրանից էլ Աստված տեղյակ, իրա դաբրոյով է, կներեք ես բառը օգտագործելու համար։ Բախի լավ, ի՞նչն է պատճառը։ Ինչի է այս վիճակը։ Ու այս հարցը շատ են ասում։ Մենք երգ ունենք հայկական, ուր է իր Աստված, երբ կոտորվում էր մի ամբողջ ժողովուրդ։ Աստված իր տեղում է միշտ, մենք ուր ենք։ Ինքը միշտ իր տեղում է, Աստված երբեք չի փոխվում։ Աստվածաշունչն ասում է, Աստված ոչ փոփոխում ունի, ոչ դարձվածքի շուք ունի, չի փոխվում։ Հավիտյան գոյը, հավիտյան նույնն է։ Անփոփոխ Աստված ունենք։ Դե ուրեմն հարցը առաջանում, բախի սենց։ Այսօր հենց այդ հարցին ուզում եմ փորձեմ պատասխանեմ, հա։ Ինչի է այս ամեն ինչը կատարվում։ Ամովս 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Տեսեք ինչ ասում։ Որովհետև Տեր Աստված ոչ մի բան չի անի, եթե չհայտնի իր խորհուրդը իր ծառաներին, մարգարեներին։ Աստվածաշունչը պարզ ասում է, որ Աստված իր բոլոր խորհուրդները, բոլոր ծրագրերը արդեն ինստրուկցիայի տեսքով հայտնել է մարդկությանը։ Իր մարգարեների միջոցով, որպես ինստրուկցիա տվել է։ Գիտեք ինչն է խնդիրը, որ կարդացող չկա այդ ինստրուկցիան։ Կարդացող չկա։ Շատերը ինստրուկցիան չեն կարդում, գնում ընկնում են խնդիրների մեջ, գլուխները տալիս են պատերին, շուռ են գալիս ասում են՝ «Բա ուր է Աստված»։ Բա ուր է Աստված։ Այսքան մարդիկ են մահանում, այսքան, չգիտեմ ինչեր է լինում, դժբախտ պատառներ են, ուր է Աստված։ Այսքան տարի է, չի տենում, որ տուն չունեմ, մի հատ տուն չի տալի, ուր է Աստված։ Շատ հաշտարակ ինստրուկցիան չեն կարդացել։ Մենք օրինակ ամեն շաբաթ, երբ որ մարդիկ ապաշխարում են, նորերը որ գալիս են առաջ, մենք ասում ենք, մենք ձեր համար նվեր ունենք ինստրուկցիա կյանքի, չէ՞։ Կտակարան ենք նվիրում, որ մեր համար ինքը կյանքի ինստրուկցիան, ասում ենք, վերցրու կարդա։ Այսպես ասած, գիտեք հիմա բան է, ասենց մոդա է ասել, այս ինչ հարցի ճանապարհային քարտեզը պետքա ծրագրենք, այնինչ հարցի ճանապարհային քարտեզը, ոնց էսի կիսենք, էնի անենք, ճանապարհային քարտեզա պետք։ Այ մեր կյանքի ինստրուկցիան ճանապարհային քարտեզը երկնքից է։ Այդ քարտեզը գրած պատրաստ Աստված արդեն նվիրել է մեզ։ Ես ուզում եմ կարդամ Սաղմոսներից 119-ից 105 խոսքում, գիտեք ինչ ասում, քո խոսքը ճրագ է իմ ոտների համար և լույս իմ ճանապարհի համար։ Ես երբեք չեմ տեսել լույսի տակ գնացող մարդը դիմացը նայող ընկնի փոսը։ Տենց չի լինում։ Մութ ժամանակ ես ինքս եմ մի քանի անգամ փոս ընկել։ Շատ վատ կարելի ասել։ Մանավանդ սարերում։ Բայց հետաքրքիր է, ասում եմ, քո խոսքը ճրագ է իմ ոտերի համար ու լույս իմ ճանապարհի համար։ Այսինքն կյանքի ճանապարհային քարտեզը իր խոսքի մեջ արդեն գրած է։ Շարունակության մեջ ասում է նույն 119 Սաղմոսի 138 խոսքում։ Ասում է քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, եւ նրանք շատ ճշմարիտ են։
Նախանձս ինչ մաշեց, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։ Ես ամեն օր զարմանում եմ այս գրքի վրա։ Գիտեք ինչի եմ զարմանում։ Չեմ կարող ասեմ քանի անգամ եմ կարդացել։ Տեղեր կա երևի չգիտեմ 100-200 անգամ եմ կարդացել։ Բայց ամեն անգամ նոր ինստրուկցիա եմ տեսնում կյանքիս համար մեջը։ Ամեն անգամ նոր քայլ։ Այստեղ ասեմ չհասկացա, բայց ես 1000 անգամ այստեղ կարդացել եմ, ոնց չեմ նկատել։ Դու գիտես, որ դու կարդում ես, իսկականից կարդում ես, հոգով նստած Աստվածաշունչ ես կարդում։ Տեղեր կա, որ Աստված չի էլ թողում հասկանաս։ Անցկացնում ասում հələ շուտ է, ես հետո կբացեմ քեզ։ Այստեղ արագ անցիս, չես էլ հասկանում, կարդում ես գրածա Աշոտը գնաց ոտքով դեպի 3-րդ մաս։ Դու կարդում ես, օրինակ եմ ասում, հա, կարդում ես գնում ես Աշոտը գնաց ու չես էլ հասկանում, ուր գնաց, ինչ արագ անցնում ես, չես հասկանում խի։ Որտեվ այսօր պետք չի իմանաս Աշոտը որտեղ է, 3 շաբաթից ես կարդալու իմանաս 3-րդ մասը գնաց Աշոտին հանդիպես։ Այնքան པարզ գրած է, քո կյանքի ամեն ինչս է գրած է։ Ես ասում եմ, այսքան տարի է կարդում եմ, մեկ-մեկ զարմանում եմ, մեկ-մեկ անվանչում եմ անգամ, ասում եմ, ոնց սենց բանա գրած ու ես տեղյակ չեմ, բա ոնց եմ կարդացել։ Էն էլ ես գիտեք ոնց եմ կարդում, ես կարամ մի էջ կարդամ, նստեմ մի էջ կարդամ, բայց այդ մի էջը պետք է հասկանամ։ Երբ որ չեմ հասկանում, փակում եմ։ Եթե ուղեղս տեղում չի, լարված եմ եւ այլ, չեմ կարդում, բան չեմ լրացնում։ Ոչ մեկին չի ստուգում օրական քանի էջ կարդած։ Ես պիտի բացեմ ու հասկանամ ինչ եմ կարդում։ Ասեմ, այտենց հասկանալով կարդում եմ, ոնց չեմ տեսել։ Սենց բանա գրած 3 բուկվայլն է, այսօր ռուսերենի օր է։ 3 երեկոյան մի հատ բան էի կարդում գրքի մեջ։ Գիտեք, ես զարմաց ասում եմ, հա, փաստորեն սենց է, հա, ճիշտը։ 30 տարի է քարոզում եմ, 25 տարի է բեմից քարոզում եմ, ոնց է ճիշտ է։ Նեն չի որ իմ քարոզին հակասում էր ինքը, բայց բան կար որ չգիտեի, գրքի մեջ գրած է, այդ տեղը 1000 անգամ կարդացել եմ։ Այս գիրքը ուղեցույց է քո ամեն իրավիճակի համար։ Ամեն իրավիճակի համար պատասխանը գրած է։ Ինստրուկցիան է, եթե չես կարդում, ասма նրանք, տեսեք ես կարդացի այդ տեղը։ Ասма նախանձս ինչ մասեց, որովհետև քո թշնամիները մոռանում են քո խոսքը։ Քո թշնամիները մոռանում են քո խոսքը։ Այսինքն մարդը խոսքը չի կարդում, դուրս է գալի Աստծո դեմ, մոռանում է ինչա գրած, դուրս է գալի դառնում Աստծուն թշնամի։ Լավ էլի, դիմա ինչքան կարելի է, թողեք մի քիչ կյանք անեմ, էլի։ Որտե է գրած, այսօր գիտեք ամբողջ աշխարհում ինչն է տարածված։ Կեղծ շնորհքի ուսմունքը, որ մի անգամ փրկվել ես, հավիտյան փրկված ես, ոնց ուզում ես ապրի։ Ինստրուկցիայի մեջ լրիվ ուրիշ բան է գրած։ Գրած է մեղքը թույնա խմես կմեռնես, այդպես է գրած ինստրուկցիայի մեջ։ Հիմա չնայած հիմիկվա մարդկության համար ինստրուկցիաները փոխվում են։ Գիտեք, առաջ ավտոմեքենան, որ գնում էր սովետական, գիտեք ինստրուկցիայի մեջ ինչ էր գրած։ Գրած էր, եթե ճանապարհին հանգարց մեքենան չգնա, ոնց փոխես, մաքրես բենզանասոսը, բացես, ոնց մաքրես։ Խորը բաներ, հիմա գիտեք ինչա գրած նոր մեքենաների ինստրուկցիայում։ Ռադիատորի մեջ ջուրը խմել չի կարելի կմեռնես։ Հիմա մարդկությունը պրիմիտիվացել է, հա, ամեն ինչ պրիմիտիվ են գրում, այդպես խորը բաներ չեն գրում։ Գրում են հանգարց այդ ջուրը չխմես, որովհետև կարող է մեկը իրոք խմի մեռնի ու հարևանները բարեկամները դատի տան այդ ֆիրմային, ասեն, ինքը ջուրը խմես մեռավ։ Այսքան էժանացել է, բայց գիտեք, մեկը ինստրուկցիան ինքը օգնում է, որ դու ճիշտ շարժվես։ Եթե դու վերցնես մեքենան ու ինստրուկցիայով գրած լինի, սա արգելակիչն է, դու առանց իմանալու արագությանը սխմես, կգնաս վթարի կենթարկվես։ Այսօր մարդկությունը ամենամեծ կատաստրոֆայի մեջ է, որովհետև վթարի է ենթարկվել ինստրուկցիան չկարդալով։ Բայց վատը գիտես որն է, շատ քրիստոնյաներ էլ չեն կարդում ինստրուկցիան։ Ձեռի հետ Աստվածաշունչը կարդում անցնում են։ Ընդ մանրամասը գրած ամեն հարցից պատասխանը կա։ Ամեն հարցի պատասխանը ունենք սիրելիս։ Մենք ուղղակի մեկ-մեկ գիտեք ինչ ենք անում։ Մենք վերցնում ենք ինստրուկցիան, վերցնում ենք մեր ամբիցիաները, նայում ասում ենք լավ, հա, հասկանում եմ, որ սենց, բայց դե պետք է։
կներես Հիսուս ջան, այս հարցում մի խառնվի, շատ է պետք։ Գիտես, ինձ պետք լինի չլինի, ինստրուկցիան չի փոխվում։ Ինստրուկցիան ոնց գրած ան, հենց էլ գնում է։ Ինստրուկցիան չի փոխվում, կամ ես հարմարվում եմ ինստրուկցիային, կամ էլ տոկը խփում է։ Որոշողը ես եմ։ Հետո որ տոկը խփում է, լացելով գնում ենք Հիսուսի մոտ, Հիսուս ցավում է, բախի չխփեց իր ձեռից, որ տոկը չխփեր։ Գրել էր ինստրուկցիան, տվել էր ձեռդ։ Այն որ նոր եկած վարպետին, որ պետք է վարպետ դառնա, աշակերտին վարպետը գրում տալիս է, սրանից հետո էս կանես, սրանից հետո էս կանես, սրանից հետո էս կանես, գծած է։ Է վարպետը մեղավոր է, որ աշակերտը չկարդաց։ Ասում եմ նախանձես ինձ մաշեց, որովհետև թշնամիները հետ մոռացել են քո խոսքը։ Քո խոսքը շատ մաքրված է եւ քո ծառան սիրում է նրան։ Նայեք ոնց է մոտենում Դավիթը։ Ասում է քո խոսքը շատ մաքրված է։ Եվ քո ծառան սիրում է իրան։ Գիտես, այս գիրքը մաքրեմաքուր է։ Այս գիրքը ամբողջովին մաքրեմաքուր գիրք է։ Դու չես կարա իրան մոտենաս քո ամբիցիայով, քո ուզածով, քո ձև փոխելով։ Ինքը արդեն իդեալական գրած է, ամբողջությամբ գրած է։ Մաքրեմաքուր գիրք է։ Ու ասում է քո ծառան սիրում է իրան։ Ոչ թե հակառակվում է իրան, այլ սիրում է։ Լավ է Հիսուս ջան, ոչ մի հատուկ չես թողում օգտվենք, հասկացանք, չեմ ծխում, չգիտեմ, մարդ չեմ սպանում, շնություն չեմ անում, չեմ խմում, գոնե թող սուտ խոսամ, այդ մեկը արի մեջից հանենք, ինչ ա եղել է, մեկ սուտ եմ խոսում, զատո գործերս լավ է, գիտես ինչ ա եղել, ինստրուկցիան ես խախտում, ինստրուկցիան իդեալական գրած, Հիսուսը նայ գրել է, մանրամասը, Հիսուս հենց խոսքն է, մանրամասը գրել է, իր արունով էլ կնքել է, այսինքն ամփոփող է, կնքած է արդեն, արունով, Քրիստոսի թանկ արունով, այս գիրքը կնքած է, դու չես կարա մեջը բան փոխես, ավելին ասեմ, վերջում գրած ով որ փոխի, մի տառ անիծված լինի, այսինքն եթե գրած է սուտ մի խոսա, չես կարա ասես, կլինի մի քիչ խափեն, եթե գրած է մի շնացի, չես կարա ասես, լավ էլի մեկ-մեկ, եթե գրած է քո դրացի ունեցվածքը մի ցանկացի չես կարա ասես հա դե իմ դրացինն է բայց լավ դրած չէր դրա համար վերցեցի ճիշտ դրած չէր չի ասում մի ցանկացի չես կարա ինստրուկցիան փոխես որովհետև կնքած է խփած է կնքած նշանակում է էլ ձերտալ չի լինի հա այդ կնինքը ինքն է խփել ինքը գիտեք երբ է բացելու այս կնինքը Աշխարհի վերջում կնիքս ես բացելու է, ինստրուկցիան դնի մի կողմ, մարդիկ այս կողմով անցնեն։ Նայելու են 77% համապատասխանություն։ Ինչ անենք սրա հետ։ Նայելու են ըստ քո տոկոսի նայեն մարդկանց ինչ անեն։ Հա, չես կարա փոխես, ինքը բացելու է, ինքն էլ այդ հարցը լուծելու է։ Ասում է քո խոսքը ես սիրում եմ։ Մի հատ էլ կարդամ։ Քո խոսքը շատ մաքրված է, քո ծառան սիրում է նրան։ Հաջորդ խոսքում ասում է, ես ցած ու անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։ Գիտեք ինչ ասում Դավիթը, ինչ նեղության մեջ ուզում եմ լինեմ, ինչ նեղության ուզում եմ մեջ լինեմ, մեկը այս սահմանները չեմ ուզում դուրս գամ, չեմ մոռանում քո պատվիրանները։ Շատ հաճախ ես խոսում եմ հավատացյալների հետ, որ ասում են Պրոստը այնքան նեղն էի, չգիտեի ինչ անեի։ Ես ստիպված ես ինչ արեցի։ Այնքան ներվայնացեցին, ստիպված գնացի, հարբեցի, հետո ծեծ ջար չիմացա ինչ եղավ։ Այնքան վատ վիճակում էի, ստիպված գողություն արեցի։ Այնքան, այդ այնքանները արդարացում չի։ Դավիթն ասում է, ես ցած ու անարգված, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։ Այն որ ընկել եմ ամենավերջի վիճակում, համ ցած եմ, համ ներքև եմ ընկել, համ էլ անարգված եմ, բայց պատվիրանները չեմ մոռանում։ Կապ չունի ինչի մեջ եմ։ Գիտեք, ինչի մեջ ուզում լինենք, օրենք կա, չէ՞, ամբողջ աշխարհում օրենքներ կան։ Ամբողջ աշխարհում կան քրեական օրենքներ, կան քաղաքացիական, կան հարկային օրենքներ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ ամեն երկրում էլ օրենքները ունեն թույլ տեղեր, որ լինում ասենց շրջանցել։ Փաստաբանները գիտեք ինչի համար են, որպեսզի կարողանան քո օրենքը շրջանցեն։
Հարկայինի համար հաշվապահները գիտեք ինչի համար են ֆիրմաների, որպեսզի կարողանան օրենքը շրջանցեն, համել, որ կարողանան մի հատ թույլ տեղ գտնեն, որտեղից կարողանան շրջանցեն իրանց ուզածով անեն։ Օրենքի մեջ, օրենքից դուրս։ Այստեղ շրջանցել չկա, սիրելիս։ Այստեղ ոչ մի բաց տեղ չունի։ Ուզում ես աշխարհի ամենալավ advocate-ին վարձի, փաստաբանին, ուզում ես աշխարհի ամենալավ հաշվապահին վարձի։ Ինքը չի կարողանա ինչ որ ձևով ֆռասնել։ Ես մի ծանոթ ունեմ, ամուսնացել է հաշվապահի հետ մի հատ, ասում է գիտես խի ամուսնացա իր հետ, որովհետև ոնց ուզեցա մի կողմով անցնեի, չկարացա խաբեի, ասում ասի չէ, ես պետք է իր հետ ամուսնանամ։ Հա, Աստծո հետ չի օգնում, կողքից ֆռասնել, տակից մի բան մտածել, մի քիչ հարմարացնեմ Աստվածաշնչին։ Անփոփոխ է։ Ու Դավիթը ասում է, ինչքան են նեղված ելնեմ, մեկ է ես քո պատվիրանները կպահեմ։ Զաքարիայի մեջ մի հատ հետաքրքիր խոսք կա, Զաքարիա 1:6։ Տեսեք ինչ ասում։ Սակայն իմ խոսքերն ու պատվիրանները, որոնք ես պատվիրել եմ իմ ծառաներին, մարգարեներին, չէ որ հասան ձեր հայրերին, սակայն նրանք ետ դառան եւ ասեցին. ինչպես որ զորաստերը մտածում էր մեզ անելու, մեր ճանապարհների ու մեր արարքների համեմատ, այնպես էր արելա մեզ։ Գիտեք ինչա գրած տեղ։ Աստված ասել է մարգարեների ձեռով. պահեք այն ինչ որ ստե գրած է, օրհնված կլնեք, չպահեք, փորձանք է գալու ձեր գլխին։ Գիտեք ինչ են արել։ Չեն պահել, փորձանքը եկել է, հիմա շարակցում են Աստծո վրա։ Ասում են դե մեկ ինքը սկզբից էլ որոշել էր, որ սենց բան բերի մեր գլխին բերել է։ Այսինքն ինքը որոշել էր, ինքը անում է, մենք ինչ էլ անենք, ինքը արդեն որոշել էր։ Չէ, ինքը որոշել չէր, ինքը զգուշացրել էր։ Սենց գնաք, լավ կլինի, սենց գնաք, էս է լինելու։ Հիմա սենց են գնացել, էս է եղել, ասում են դե ինքը տենց էլ էր, մենք հո չենք կարա, երկնքի երկրի արարիչն է։ Ոնց որ որոշել էր դրանք, սրանց խելքը նայեք։ Ասում է, ինչպես որ զորաստերը մտածում էր մեզ անելու, մեր ճանապարհների, մեր արարքների համեմատ, այնպես էլ արել է մեզ։ Չէ, սիրելիս, Աստված ունի ինստրուկցիա ամեն մարդու կյանքի ապահովության համար։ Աստված տվել է, մեզ մնում է իսկականից կարդանք ու շարժվենք սրանով։ Էսի է մեր կյանքը, այսօր գնալով աշխարհը խառնվում է իրար։ Եթե դու սրա մեջ չմնաս, եթե դու Աստծո խոսքի մեջ չմնաս, դու չես պատկերացնում ինչի մեջ կարաս գնաս։ Ինչի մեջ կարաս գնաս։ Ես վերջի ժամանակներս առաջ հեշտ էր։ Դե գիտեք 50 տարեկան մարդ ես էլի, հիմա կյանք ես անցել։ Ես էլ այնքան էլ տենց միապաղաղ կյանք չեմ անցել։ Սենց այսպես կյանք ա եղել ու տարբեր տեղերում։ Սենց որ ասես, ոնց ասես։ Ու ինչքան շատ ես դաղվում, ինչքան շատ ես շփվում, այնքան փորձ ես ձեռք բերում, չէ՞ կյանքի։ Ու գիտեք ինչ, առաջ հեշտ էր, ես արագ էի որոշումներ կայացնում, փորձից ելնելով հիմնականում, Աստված էլ որ չէր խանգարում, ներսից անհանգստություն բան չկար, շատ հեշտ որոշումներ էի կայացնում։ Հիմա դժվարացել է։ Հիմա այս իրոք անորոշ է դառել աշխարհը։ Ամեն որոշման համար ես սենց երկար ու բարակ բանակցությունների մեջ եմ։ Բա հիմա ինչ անեմ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, ես վերջի ժամանակներս գիրք սկսել ավելի ուժեղ հետս խոսալ։ Բաները ասում, որ ոնց որ թե լուծումի համար 70 պրոֆեսոր էր պետք հավաքել ու որոշում կայացնել։ Բայց կարա մի հատ խոսքով պատասխանի ունես պատասխան տա, որ ոչ միայն իմ համար, այլ 1000 հոգու համար էլ օրհնություն ունի այդ պատասխանը։ Սկսել է ավելի շատ խոսալը։ Ես էլ սկսել եմ ավելի ուշադիր լինել ինստրուկցիային։ Ավելի շատ եմ նայում այս գիրքը։ Ավելի անորոշ է աշխարհը։ Նայ ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ է փոխվում այսօր։ Մենակ ես մի բանն անփոփոխ։ Այսօր աշխարհում ամեն ինչը փոխվում է։ Դուք նկատել եք օր ու մեջ մարդկանց կարիքը զրոյանում է։ Համարյա ամեն օր։ Այս նոր AI-ները ամեն ինչ անում են մարդու տեղ արդեն։ Ռոբոտը մարդու տեղ արդեն մարդը պետք չէ ոչ մեկին։ Դու մի քանի օր առաջ աղջկաս մի հատ նամակ ուղարկեցի, ասի ջես մի հատ էս ռուսերեն բաներ, եզրակացություն էր, ասի ջերջան, որ խնդրեմ մինչև վաղը։ Էս ռուսերեն էր, ասի հայերեն ու անգլերեն կթարգմանես ինձ ուղարկես։ 2 րոպեից ուղարկեց։ Ասում ջես, էս ի՞նչ է։ Ասում էին ասեցի, արագ տվեց։ Հասկանում եք, այն ինչ որ պետք է ինքը մի օրում աներ,
2 րոպե հետո այդ կոմպյուտերը ռոբոտը ուղարկում է։ Այսօր այնքան է աշխարհը փոխվել, արդեն գիտեք, ամեն ինչ է փոխվում։ Ինչ ես ուզում, ուզում ես 15 հարկանի 34 մուտքով շենք գծագրես, գրի AI-ին 5 րոպեից կտա քեզ, էլ 1 միլիոն ռուբլի չես տա ինչ որ մի դիզայների ենթադրենք։ Հա մի քիչ ուզում ես լավը լինի, որակով AI-ին գրի։ Մի քիչ $10 մուծի, թող որակով AI քեզ պատասխանի, բայց մեկը պատասխանելու են։ Հասկանում եք խնդիրը ուր է հասել։ Հա մի քիչ ռոբոտային կլինի, մի քիչ սիրուն չի լինի, դիզայները կրեատիվ բաներ ավելի շատ կանի։ Բայց իմաստն եմ ասում, այսօր գնալով ուտում է աշխարհը ամեն ինչ։ Գնալով ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ ոչնչանում է, ոչի բան է դառնում։ Այս մի գիրքն է մնացել, որ ոչ փոխվում է, ոչ արժեքն է կորցնում։ Բայց եթե ամենաարժեքավորը սա է, ո՞նց չբռնվեմ։ Ոնց սրանով չապրեմ, եթե սրա մեջ է ամենաարժեքավորը, փառք Տիրոջը։ Գիտես ի՞նչն է խնդիրը, մարդիկ չեն կարդում ու հարցնում են, բախի սենց եղավ։ Հիմա ես էլ ուզում եմ հարց տամ բոլոր նրանց, ովքեր ասում են, բախի է սենց, բայց ինչի Աստված չի սենց անում, ինչի իմ կյանքը չի փոխվում, ես էլ ուզում եմ ձեզ հարց տամ։ Քանի անգամ ես կյանքիդ ինստրուկցիան կարդացել։ Որ դրանով շարժվել ես ու չի եղել, կամ քանի տոկոսով ես անում, եթե կարդացել ես մեջինը, 30%-ով, 30% անոցել պատասխան ունես։ Քանի տոկոսով անում ես, այնքան պատասխան ես ստանում։ Եթե մեջը գրած է մկան դեղը մի խմի թույնա ու խմի մեղրաջուր, որտեղ օգտակար է։ Մկան դեղը չես խմում, բայց մեղրաջուրն էլ չես խմում։ Աստված մեղավոր է, որ ստամոքսը ցավում է սովից։ Չես անում, կեսն ես անում, 30%-ն ես անում, 5%-ն ես անում, 48%-ն ես անում։ Ինչ որ մեկը իմ այնտեղ երևի էկրանի հետևում սենց ակնոցների տակից ես նայում ասում է, եղբայր, ինստրուկցիա չի, հրահանգ է, հրահանգ է։ Հա, միգուցե հրահանգ է, բայց այդ հրահանգն էլ պետք է կարդալ, սիրելիս, հա։ Հրահանգն էլ է պետք կարդալ, հրահանգ է դրած, որ կարդանք մենք անենք, հա։ Դանիել 9:10 Եվ չլսեցինք մեր Տեր Աստծո ձայնին, որ գնայինք նրա օրենքով, որոնք նա դրեց մեր առաջ, իր ծառաների մարգարեների ձեռով։ Ասում չլսեցինք, ինստրուկցիան չլսեցինք, որ գնայինք անենք, եթե չես լսում, գնում ես վթար ես անում։ Ցանկացած ինստրուկցիայի չօգտագործում, ինչ որ վթարի բերում է, սիրելիներս։ Հայերի մոտ գիտեք, չէ՞, ընդհանրապես ամոթ է ինստրուկցիա կարդալը։ Գիտեք, վիրավորական է, եթե դու մի նոր բան ես առնում, հանկարծ բացում ես ու ինստրուկցիան ես կարդում։ Թասիբ չունես, ուղեղ չունես, ինչ ինստրուկցիա։ Ոնց կարա մարդը բացի թեյնիկը ու ինստրուկցիա կարդա։ Հենա երկու հատ կնոպկա եմ, երկու հատ չտասնես կիմանաս, որ ինչի համար է, էլի չէ։ Ով է ինստրուկցիա կարդում թեյնիկի։ Ոչ մեկ, դե աբսուրդ է։ Բա խեն գրե հետաքրքիր է։ Ում համար են գրե։ Գիտեք, մեր տանը մի հատ բան կա այն։ Պուլտ, հեռակառավարման վահանակ։ Հա, մեր տանը հեռակառավարման վահանակ կա, բանի, հովացուցիչ կոնդիցիոների համար։ Այո։ Հիմա գիտեք ինչն է ամենաուժեղը։ Այդ որ տեղադրել են, արկղի հետ դրա ինստրուկցիան են թափել։ Դե հայերին ինչ ինստրուկցիա, ինչն է պետք, հա։ Պուլտը կա, կիմանանք էլի։ Գիտեք ամեն անգամ եթե ուզում եմ մի բան անեմ 7 հատ կնոպկա եմ սեղմում, որովհետև չգիտեմ որի ինչ է։ Սեղմում եմ այնքան, մինչև այնտեղ տեսնեմ, որ հա միացավ։ Հայի ուզած տակությունը եկավ։ Գիտեք ինչի, որովհետև ինստրուկցիան թափել են։ Այդ պետք չի ոչ մեկին։ Մեր ազգը չի սիրում ինչ ինստրուկցիա, խայտարակ հոչես։ Սենց խելոք 3000 տարեկան խելոք ազգ ենք, սենց ինստրուկցիա կարդանք, ինչ որ մի հատ չինացու գրած կամ ամերիկացու գրած ինստրուկցիա կարդանք։ Մի քանի օր առաջ Ամերիկայում էի։ Ասեցի Ամերիկա, ասեմ։ Երկու հատ մեծ ծանր բան եմ այնտեղից, ինչ որ բան է, սարքա։ Իրանց պարկղերով, ինստրուկցիայով բերել եմ, Երևանում շատ պետք էր ինձ։ Հայաստանում չկար, ընդեից պատվիրել եմ, հետս բերել եմ։ Ծանր սարքեր են։ Գիտեք, մի քանի օր առաջ Երևանում էի, վարպետի հետ տարել ենք, որ միացնենք այդ սարքերը։ Ամերիկայում հոսանքը 120 վոլտ է, Հայաստանում 220 է։ Գիտեք, գնացել հասել ենք 40 կիլոմետր, 50 կիլոմետր գնացել ենք, որ միացնենք։ Մեկ էլ վերջի րոպեն ասացի հələ մի րոպե։ Ամերիկայում 120 վոլտ է, այստեղ 220։ Կարող եմ մի հատ նայենք վրան ինչա գրած։
նայեցինք, տեսանք 120 վոլտը, որ միացնեինք տրաքելու էր։ Վերջի րոպեին, ամենավերջի վայրկյանին հանկարծ հիշեցինք, որ ինստրուկցիա գոյություն ունի, կարելի է նայել։ Արդեն միացնում ենք, հասել ենք այդտեղ, որ պիտի միացվի։ Վերջի վայրկյանին երկինքը ողորմած գտնվեց իմ հանդեպ, ներսից սիգնալ եկավ։ Մի հատ կարող ես ստուգես ինչ ես անում։ Բայց մեր ազգը չի սիրում ինստրուկցիա կարդալ։ Ինչ ինստրուկցիա։ Ես չեմ ջոկում, հեսա շտեպսելա կմիացնեմ, ինչ կա տեղ։ Չէ, ինչ կա, ինչի, հո այդքան բութ չենք, չէ, վերջապես ամենաիմաստուն ազգերից մեկն ենք մենք, եթե ոչ առաջինը ու միակը։ Դա մարդու չասեք, իհարկե, հա։ Բայց տեսեք, վերջի րոպեին էլի Տերը ողորմած գտնվեց, որովհետև ահագին գումար էի տվել, այդքան էլ ծանր տանջվել բերել էի։ Որովհետև տրաքելու էր վերջանար գնար մի անգամից։ Ինչի, որովհետև ոնց կարելի ասես պրիմիտիվ բանի ինստրուկցիա կարդալ։ Գիտեք ինչն է խնդիրը, որ մարդիկ այտենց էլ սրան են վերաբերվում։ Այտենց էլ սրա մասին մտածում։ Ինչի ես չգիտեմ։ Ես չգիտեմ ոնց ապրեմ, ինքը պիտի սովորացնի։ Ես չգիտեմ կնգաս հետ ոնց հարաբերություններս պահեմ։ Երկու հատ գոռամ, մի հատ խփեմ, կգա ամեն ինչ տեղը։ Բարև քեզ, գրածա։ Գրածա, լրիվ ուրիշ բան է գրած տեղ։ Հա? Գիտեք ինչ է գրած։ Գրածը կնիկդ որ աշտուշիդ խփի ձախել եմ դու։ Գրածա։ Այնտեղ շեշտա չի, բայց գրածա ով քեզ խփի աշտուշիդ ձախել եմ դու, Հիսուսն ասում, հա։ Հենց որ տեսեք ես գիրքը այնքան սուր է, համ սենց է խփում, համ նենց, հա, ուշադիր եղի ինչ ես անում։ Նայեք Պողոս ինչ է խոսում Աստվածաշնչի մասին։ Հռոմեացիս 15-րդ գլուխ 4-րդ խոսք։ Նրա համար ինչ որ գրվեց, մեր սովորելու համար գրվեց, որ համբերությամբ ու գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Չի ասում գրվեց, որովհետև մարգարեները պարապեին պետք է գրեին։ Չի ասում գրվեց, որ հետո Աստված գիրք ունենա ցույց տալու։ Նայեք ինչ գիրք եմ գրել, ինչ հեղինակ եմ, աշխարհի ամենալավ հեղինակն եմ ես։ Ասում է դրա համար գրվեց մեր սովորելու համար։ Որ կարդանք սովորենք։ Ես պարտադիր չի Աստվածաշունչ կարդամ։ Ես վերջերս լսեցի, որ ինչ որ մեծ մի հատ հայտնի ծառայողներից մեկը ասել է, որ ես կյանքում գիրքը մինչև վերջ չեմ կարդացել, գլուխ գովալով, որ պարտադիր չի։ Պարտադիր չի, մի կարդա։ Մի կարդա, այնտեղ հաստատ որտեղ չես կարդացել, այնտեղ միտեղ գրած է։ Ձուկը զգուշ կուտես, որովհետև փուշը կոկորտը տա մնալու։ Դու ես հազալու, դու ես քխկալու, դու ես գնալու, խառնվես իրար։ Ես ինչ անեմ, եթե դու որոշել ես, որ պարտադիր չի։ Ասում եմ, մեր սովորելու համար գրվեց։ Ես չեմ ճանաչում մի մարդու, որ այս գիրքը սխալ խորհուրդ տված լինի։ Այս գիրքը կարա սխալ խորհուրդ տա քեզ, երբ որ դու ուզում ես իր մեջի գրածը մի քիչ ֆռասնես, քեզի հարմարացնես։ Այդ ժամանակ կարա խորհուրդը սխալ լինի։ Այս գիրքը սխալ խորհուրդ չի տալի։ Ասում եմ, մեր սովորելու համար է։ Տիմոթեոսին ուղղված նամակում նույն Պողոսը նայեք ինչ ասում։ Երկրորդ Տիմոթեոս 3:16։ Ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար։ Վարդապետության, հանդիմանության, ուղղելու եւ արդարության խրատելու համար։ Այս գրքի մեջ ինքը գրքեր է կոչվում, ասենք առաջի թագավորած գիրք, երկրորդ թագավորած գիրք, ասում է ամեն մեջի գիրքը Աստվածաշունչ է։ Մարդկային չի, Աստծո շունչը մեջը փչած է։ Աստծո հոգով է։ Գիտես, մեր հայերեն բարձրացություն այնքան հետաքրքիր բառ է։ Տես Աստվածաշունչ։ Ուսում եմ մի հատ կարևոր բան ասեմ։ Երբ որ Աստված Ադամին ստեղծեց, ինչ արեց։ Գրած է իր շունչը փչեց մեջը, ու մարդ դառավ Ադամը։ Առանց իր շունչի մարդ չէր դառնա։ Ադամը, հա, կենթանի մարդ չէր դառնա։ Տեսեք, քո մեջ էլ է Աստծո շունչը փչած։ Սրա մեջ էլ է Աստծո շունչը։ Այդ պիտի համատեղես իրար հետ, հա, պիտի կպցնես իրար, որ կյանք տա քեզ։ Եթե մտածում ես, որ դե գնամ շաբաթը մեկ քարոզ կլսեմ, մեկ էլ համացանցով քարոզ կլսեմ, ինձ հերիք է, էսա։ Ինստրուկցիան ստե է գրած։ Քարոզիչները շատ ինստրուկցիայից մի հատ թեթև մաս վերցնեն, քեզ բացեն։ Քեզ բացատրեն, ենթադրեն։ Ամբողջ ինստրուկցիան ստե է։ Ինչքան ճիշտ շատ սրտով կարդաս, այնքան օրհնված կլինես։ Ասում եմ ամեն գիրք Աստվածաշունչ է։ 17 խոսքում ասում է, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված։ Գիտես, եթե դու ինչ-որ մութ տեղով գնում ես, մութ լաբիրինթոսով, քեզ ինչ է պետք, ինստրուկցիա, չէ՞ որ դուրս գաս այդտեղից։
Քեզ պետք է, այսօր աշխարհը իրոք չեմ վախացնում, դու ինքդ լավ գիտես, այս աշխարհը գժվել է։ Մի հատ լավ դերասանուհի ունենք, մի հատ լավ հայկական կինոյի մեջ ասում է, այս աշխարհը, տեսնես այս աշխարհը խիա սենց գիժ։ Այս աշխարհը գիժ աշխարհ է, հիմա вообще է գժվել, ընդհանրապես է գժվել։ Խելռել է մեր բառերով ասած։ Այս մութ խավար լաբիրինթոսի մեջ մենակ այդ ինստրուկցիան է կարող, մենակ էսա կարող մեզ դուս հանի։ Եթե չես մնում սրա մեջ, իրա գրածի, ասացի մեջ, այդ լաբիրինթոսի մեջ ինձ ֆռալու ես, հա։ Սպորտային մեքենաներ կան, չգիտեմ, տեսել եք թե չէ, որ մեքենաներով վարում են տարբեր դժվար տեղերով, տարբեր այսպես խճճված տեղերով մեքենաները վարում են, սպորտ է։ Գիտեք ինչն է հետաքրքիր է սպորտի մեջ։ Մեկը նստած վարում է արագության տակ։ Կողքը մեկը նստած է, այսինքն ինստրուկցիա է ձեռը, այսինքն երկար։ Մենակ արագ գիտեք ինչ ասում, 17 մետրի ծած, 22 մետր ուղիղ, 36 մետրի ձախ, արագ մենակ հասցնում ասել, որ այս վարորդը կարողանա հասցնի ամեն անգամ ճիշտ։ Այս կողքը ինստրուկցիան կա, ձեռը մեկը դրած է։ Այս մարդը օգնում է, որ այս մարդը ճիշտ վարի։ Որովհետև չի այդ արագության տակ ինքը չի հասցնի մանևրանի։ Հա ու մեր կյանքում էլ այս ինստրուկցիան դրած է, որովհետև կյանքը արագացել է սիրելիս։ Կյանքը շատ արագացել։ Այսօր կյանքը րոպեի վրա է։ Ես ասում եմ, ես Ամերիկայում էի 20 օր առաջ, 15 օր առաջ։ Շատ լավ օրհնված ժամանակ ունեցանք, Հովիվ Արտուրի մոտ էլ ծառայեցի, իրանց շատ լավ օրեր ունեցանք։ Ծառայողականելն ընցել, Փարք Տիրոջը։ Բայց գիտես ինչ հետաքրքիր։ Մի քանի րոպեում մարդիկ քնեցին, արթնացան, հազարավոր մարդիկ ուզում էին ինքնասպանել են, չգիտեմ քանի հոգի է, միլիոնավոր մարդիկ ուզում էին ինքնասպանել են, չգիտեմ քանի հոգի է, իրոք ինքնասպանել է։ Որովհետև ոչ մեկ չիմացավ։ Աշխարհը տենց էլ չիմացավ։ Շենց շրըփ արեցին մի հատ քայլ արեցին, իջացրեցին, մարդիկ քնեցին, արթնացան, մեկ էլ հասկացան, որ իրանք բանկրոտ են։ Այսօր աշխարհը գժվել է, այդտենց գնում է առաջ, ոչ մի ապահովություն չկա։ Մենակ այս ինստրուկցիան է կարող մեզ պահի։ Ու մենք եթե հակառակվում ենք, մենք մեզ ենք վնասում։ Եթե մենք չենք կարդում, մենք ուզում ենք մեզ հարմարացնենք, մեզ ենք վնասում։ Ինչքան կարա շատ մնա խոսքի մեջ սիրելիս։ Ինչքան կարա շատ բռնվի Տիրոջից, ինչքան կարա շատ ժամանակ տրամադրի, զորով էլ լինի նստի կարդա Աստծո խոսքը։ Այնքան բաներ կխոսա դու էլ կզարմանաս։ Ինչքան հակառակվում ես, այնքան խնդիրները շատանում են։ Հիմա ուզում եմ մեկը հարցը մնաց։ Բախի սենց եղավ։ Չէ, մեկը հարցնում են։ Մենակ մի հատ պատասխան ունեմ դրան։ Բախի սենց եղավ։ Ուրիշ պատասխան չկա աշխարհում։ Ինստրուկցիան լավ չես կարդաց։ Լավ չես կարդաց։ Հնարավոր չի ճիշտ կարդաս ինստրուկցիան ու քո մոտ բախիներ մնան։ Բախի ես ինչ բանը սենց եղավ։ Որտեվ գրած էր 17-րդ գլխի 26-րդ պունկտում գրած էր. առավոտ որ արթնանաս, մինչև կոֆե խմելը մի բաժակ մեղրաջուր խմի։ Հենց քո համար պունկտ էր գրած, չկարդացիր։ Գրած էր. այսօր չգնաս այս ինչ տեղը։ Ինչ գործ ունի հավատացյալը անհավատի հետ։ Անհավատների հետ այլախառը լծակից մի եղի։ Բախի գործ բռնեցի ու տապալվեցի, որովհետև անհավատների հետ այլախառը լծակից մի եղի։ Ինչ անի Աստված, պատկերացրու դու մի հատ անհավատ, մի հատ այլանդակ ընկեր ունես, կներես, որ սենց եմ ասում։ Այդ այլանդակ ընկերը շատ բիզնես խելք ունի, իրար հետ գործ եք բռնել։ Հիմա զարմանում ես, խի չի գնում։ Դու հիմա Աստծո վիճակը պատկերացրու մի հատ։ Դու իրա մարդն ես, իրա ծառան ես։ Այս այլանդակը Սատանայի զենքն է։ Հիմա, եթե Աստված ձեզ տալիս է 1000 ռուբլի, 500-ը քոնն է, 500-ը իրանը։ Ինքը ես 500-ը վերցրեց, գնալու է շնության։ 5000 որ դարձնի Աստված բարձրացնի, 10 անգամ է գնալու շնության։ Հիմա ինչ անի Աստված, որ օրհնեց երկուսիդ է օրհնում, չէ՞։ Գործը որ օրհնեց։ Ինչքան շատ օրհնի, այնքան է շատ ան գնում մեղքի մեջ։ Հիմա ինչ անի Աստված, օրհնի քեզ, որովհետև դու տե ես, թե չորհնի, որովհետև ինքն է մեղքի մեջ։ Դրա համար գրել է անհավատի հետ այլախառը լծակից մի եղի։ Այդ լուծում մի վեկալ վրատ։ Ընդհանրապես ես միշտ խորհուրդ եմ տալի, եթե կարաս բիզնես ես անում, եթե կարաս մենակը տալես, ոչ մեկի հետ լծակից մի եղի։
դու քո գլխի տերը եղի, ինչքան կարաս քո անձնական ունեցի։ Պարտքով գումարներ աշխատեք, մի վերցեք, դու քեզնով քո գործը արա, որ ոչ մի բանի մունաթի տակ չմնաս, ոչ մի խնդրի տակ չմնաս։ Պարտքով գումար մի ուզեք, ես էլ չգիտեմ, էլ ինչեր են ասեմ։ Մեկը հայտնվում են սենց ինչ որ տարօրինակ դեմքեր, որ գնում մզալով մարդկանցից պարտքով փող են ուզում։ Այդքան ասում եմ, եկեղեցում իրարից գումար մի ուզեք, թողեք մարդիկ հանգիստ ապրեն։ Մեկը կգնան կողը կկանգնեն, ապեր կարող է օգնես, գործերս լավ չի։ Ապերն էս լավ գործ կա, մեկը դնում ենք 17-ը վերցնենք։ Մեկ է բորենիներ են, նոր մանր ցեղ եմ հայտնաբերել եկեղեցում, ամրագրել են բորենի։ Մեկ հայտնվում են բորենիներ, որ գալիս է եկեղեցի, հալելույա, ամուսնացած, եկել է եկեղեցի, նայում է ինչ աղջիկ կա իրան հարմար։ Կամ գալիս է տենա, ես մեկը ձեռքերը որ բարձրացնում են փառաբան են, սրա ձեռքի մատանին թանկ է, այս սրանից կարելի է փող ուզել։ Երևում է փայլում է, ժամացույց է թանկ է, գնամ փող ուզեմ։ Որոշել եմ սրանից հետո մարդկանց, որ իրանց լավ չեն պահում եկեղեցում, 1-2 զգուշացումից հետո նկար այս ամբողջ էկրանով դնելու ենք, ասում ենք եկեղեցում նոր բորենի է հայտնվել։ Էլ տարբերակ չկա։ Եկեղեցին մեծանում է, հա ինչ որ տարօրինակ դեմքեր են հայտնվում։ Էլ չգիտես ինչ անես։ Լավ չի նկարին տնենք, ճանաչենք։ Տեսնելուց բարև ենք ժպտանք, բարև սիրելիս, ո՞նց ես։ Լավա գործերը։ Հա, կպցնելու բան կա, թե չէ։ Ինչ որ մեկը, հələ չէ, էլ խափնովող չկա, դեմքը ճանաչում են։ Հա, ուզում ես գնաս ուրիշ եկեղեցի, ընդեղ էլ կուղարկենք ֆոտոդ։ Ֆոտոդ ընդեղ էլ կուղարկենք, թող իմանան։ Հա, եկեղեցում գիտես ինչ, որովհետև այն ինչ որ անում է, ինստրուկցիայից դուրս է անում։ Ընդհանրապես Հիսուսն ասում էր ավելի լավ է տալը, քան թե վերցնելը։ Էդ է ինստրուկցիան։ Ինստրուկցիան տենց է, ավելի լավ է տալը, քան թե վերցնելը։ Եթե գալիս ես ու մտածում ես, այն ինչ վերցնեմ, էլի ինստրուկցիայից դուրս ես։ Այսօր գալի ասում ես, ելում ես որ լավություն անեմ։ Գախտնի, որ ոչ մեկ չիմանա։ Ինստրուկցիան է։ Տալը ավելի լավ է, քան թե վերցնելը։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, ոտքի կանգնի, վերջի տեղն եմ ուզում կարդամ։ Ես չգիտեմ ոնց գրական կլինի հայերեն ինստրուկցիան հրահանգ, թե հրահանգաշարժ, հա? Բայց հրահանգին մոտիկ բառ է, միգուցե մենք հայերեն այդքան էլ հարմար չունենք բառ, հա, բայց հրահանգ բառն է, կամ հրահանգների ժողովածու, հա? Այս գիրքը հրահանգների ժողովածու է, որ Աստված հրահանգ է տալի, կգնաս աջ, կգնաս ձախ, ոչ թե գիտեք ինչ ասում, ոչ թե խնդրում է, ոչ թե ասում է, որ խնդրեմ, էլի ինչ կլինի, կլինի ծնողներիդ ազիզ խաթր աջ գնաս։ Չէ, հրահանգ է տալի Աստված, գնա աջ, որ լավ լինի։ Գնա ձախ, որ այստեղ կանգնես, այստեղ չխոսաս։ Միտեղ ինստրուկցիայի մեջ գիտեք ինչ է գրած։ Գրած է անխելքն էլ լուր մնալով իմաստունի տպավորություն կթողի։ Մեկ մարդիկ լուր են մնում, մտածում ես, չես կարող հասկանաս, հիմա ինքը խելոք է, շատ իմաստուն է դրա համար ձեն չի անում, թե բան չգիտի, չի ուզում խայտարակվի։ Լուր կանգնած նայում է, ժպտում է, բայց ձեն չի անում մարդը։ Բայց գրած է ինստրուկցիայի մեջ, մարդը հասկացել է, որ ես ֆիզիկայից 0 եմ, եթե սրանք ֆիզիկներով հավաքվեն խոսում են, ավելի լավ է լուր ասեմ, կասեն ես պրոֆեսորը մեզ էր երևի ստուգում, ձեն չի հանում, ես ինչ իմաստուն մարդ է։ Թե երկու բառ ասեմ խայտարակ կլինեմ։ Գրած է ինստրուկցիան, հա։ Ամեն ինչի մասին է գրած, էլի, ես պատահական գիրք չի։ Ամեն ինչի մասին գրած է։ Անող է պետք, կարդացող է պետք։ Գիտեք ինչ ասում Հեսուի գրքում առաջինի 8 խոսքն եմ ուզում կարդամ։ Ասում է այս օրենքի գիրքը քո բերնից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրածի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհներդ հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Բախի սենց եղավ, որովհետև չես արել։ Տեսեք, իշք փառք Տիրոջը, նայեք ինչքան պարզ է գրած։ Առաջին ասում է բերնիցը չհեռացնես։ Այդ գիտես ինչ է նշանակում։ Նայեք ինչ ամբողջ գրքի ինստրուկցիան Հեսուի գրքի մեջ տված է, մի խոսքի մեջ։ Ասում է առաջինը բերնիցը չհեռացնես։ Այսինքն
վկայի այս գրքի մասին, խոսա Իրանից, Իրանով պատասխան տու մարդկանց, որ ասում են խիճ ես ուզում խաբես, ասա որովհետև պատվիրանների մեջ գրած է սուտ մի խոսա։ Բերնիցը չհեռացնես։ Առաջի բան ասում եմ, այս օրենքի գիրքը բերնիցդ հանգարտ չհեռացնես։ Շարունակությունը գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես։ Հետաքրքիր է, որ սենց է գրած։ Ինչ է նշանակում։ Որ դու ապրում ես Իրանով, որ դու Աստծո խոսքով ապրում ես։ Շարունակության մեջ ասում եմ, եւ պահես ու կատարես բոլոր նրա մեջի գրածը։ Երեք հատ կարևոր բան ասում։ Խոսա, քննի, մտածի իր շուրջը ու կատարի։ Խոսա իր մասին, քննի այդ խոսքը ու կատարի։ Այդ ժամանակ չես ասի բախի սենց եղավ, ասում եմ այն ժամանակ ճանապարհներդ հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Իսկ ինչքան պարզ է։ Էլ հարց չի մնում բախի սենց եղավ։ Լավ չեն կարդում։ Բոլոր բախիների պատասխանն է ինստրուկցիան լավ չես կարդացել։ Երբ որ մի հատ բարդ բան մեկ-մեկ իմից ձեռքը ընկնում է ինչ-որ բարդ բան, որ մի անգամից չեմ հասկանում։ Գիտեք, կարդում եմ, մի հատ բան կար, մեջը մի բան կար, չէի կարդացել, չէի կարող հասկանալ ոնց անեմ։ Ամեն ինչ նորմալ է, բայց մի մասը չեմ կարդացել մեկը։ Երբ որ մի բան չես կարդացել, չես հասկանում, բայց եթե չես հասկանում, չի նշանակում, որ սարքը չի աշխատում։ Այդ նշանակում է ինստրուկցիայի մեջ մի բան չես կարդացել։ Քո կյանքի ամեն բնագավառում, եթե մի բան չես հասկանում, լավ չես կարդացել։ Ինչ որ մի բան նենց չես կարդացել, ինչ որ մի բանի վրով թռել ես։ Ես ուղղակի ուզում եմ աղոթենք իրար հետ, որ այս Հեսուի պատվիրանի պես, ոնց որ Հեսուին պատվիրում է, այս օրենքի գիրքը խոսենք, քննենք ու կատարենք։ Իրանով ապրենք, իր մասին մարդկանց խոսանք, իր մասին խորհենք։ Այդ նոր ապաշխարածները ոնց են, որ հազանգում են, հապա այս բանը որ գրած այս ինչ է նշանակում, խորհում է մարդը։ 10 տարվա հավատացյալ ինքը ամեն ինչ գիտի, էլ ինչ ինստրուկցիա, ինչ բան։ Նոր մեքենային, որ վարպետի մոտ նոր մեքենային բերում, ասում են, վարպետ, մի հատ էս մեքենան կնայես, բերեք, բայց սրանից սարքել ես, ապեր 20 տարվա վարպետ եմ, բայց այս էլեկտրոկարը դու մենակ մոտորով ես սարքել, կապ չունի, բերեք։ Ինքը ամեն ինչ գիտի, հին հավատացյալները մեկ իրանց տենց են պահում։ Ամեն ինչ գիտի ինքը։ Իրան էլ պետք չի բան սովորացնեն, իրան պետք չի քարոզ լսի, ինքը ամեն ինչ գիտի, գիրք կարդա, անգիր գիտեմ խոսքը։ Ես մեկին ճանաչում էի, ու ճանաչում էի հեռակա, բայց անգիր գիտեր խոսքը։ Ծերից ծեր Աստվածաշունչը ասում էր, բայց աշխարհիկ էր։ Անգիր գիտեր, էջով էր ասում, էջով։ Այն ժամանակ ինտերնետ բան չկար, այս կամպյուտերով Աստվածաշունչերը չկային։ Էջով ասում էր, որ էջի վրա է գրած։ Բան էր անում, ցիտիրվեց էր անում, տառ խոսում էր։ Ինչ օգուտ։ Արի աղոթենք, հա։ Արի աղոթենք, որ մենք իրականում լինենք Աստծո հրահանգները կարդացող, մտածող ու անող։ Անող, ինչը շատ կարևոր է։ Երկնային Արքա, մենք օրհնում ենք քո մեծ ու սուրբ անունը։ Տեր, ներողություն ենք խնդրում, եթե ինչ-որ իրավիճակներում թողել ենք մի կողմ քո խոսքը, քո հրահանգները, վերցել ենք մեր իմաստությունը, մեր միտքը, մեր փորձառությունը ու գնացել ենք ինչ-որ բաների մեջ, ինչ-որ սխալ բաների մեջ հաճախ, ինչ-որ բաների մեջ, որտեղից դժվար է եղել դուրս գալը, կամ հիմա ինչ-որ մեկը միգուցե հենց դրա մեջ է։ Մենք խնդրում ենք ներես Տեր Արքա, հանես ամեն մեկին իր ծանր իրավիճակից, քանդես ամեն լուծ իրանց վրից։ Ու խնդրում ենք օգնես ամեն մեկից այս խոսքի հիման վրա, որ քո խոսքը մեր բերաններից չգնա, այլ ցերեկ ու գիշեր խորհենք քո խոսքի վրա, որ պահենք քո խոսքը ու կատարենք, որ դու էլ Տեր Արքա մեր ճանապարհները հաջողակ անես ու մեզ խելամուտ անես։ Հիսուսի զորավոր անունով փառքենք քեզ տալի, օրհնում ենք քո մեծ ու սուրբ անունը։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։
Փառք Տիրոջը։ Այնքան լավ է, երբ որ դու ինչ որ մի նոր բան եմ բերել, դու կարդացել ես, գիտես, ամբողջ գիշեր վերցել ես, կարդացել ես, արդեն գիտես ոնց է աշխատում, ինչ անում։ Առավոտյան հանդիպել եք ընկերներով ու պիտի դա գործի գցեք։ Իրան գնացեք քնել են դու կարդացել ես։ Ու ասում են, լսի, բա ոնց անենք չգմփա։ Ասում ես մի անհանգստացեք, ես ինստրուկցիան գիտեմ։ Սկզբից 1 ենք անում, հետո 2, հետո 3, հետո 4։ Բոլորը գիտեմ։ Քեզ լավ ես զգում։ Այդ քո ընկերները, քո հարազատները հենց հիմա առանց ինստրուկցիա ապրում են։ Ինստրուկցիան դու պետք է իմանաս, որ կարողանաս իրանց բացատրես ոնց անեն, որ չտրակի։ Հա, որովհետև այս կյանքը ատոմային ռումբի վրա դրած է այսօր, պատրաստ տրակելու։ Ամբողջ աշխարհում։ Քո ձեռքում էլ էս է, ինստրուկցիան կա։ Հրահանգների հավաքածուն քո ձեռքում է, սիրելիս։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Մինչև որ կավարտենք այսօրվա մեր ծառայությունը, ես ուզում եմ հարց տամ, ովքեր են այսօր առաջի անգամ։ Եթե առաջի անգամ ես պարզի ձեռքդ ողջունենք քեզ։ Եթե առաջի անգամ ես պարզի, ես չեմ տեսնում։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն։ Սիրելիս, եթե առաջի անգամ ես, մենք այսօր հատուկ հենց ուզում ենք այս ինստրուկցիան քեզ նվիրենք։ Ես խնդրել եմ գաս առաջ իրար հետ մի աղոթ կանենք, հետո մեր քույր եղբայրները ընդեղ են, իրանք քեզ կտանեն վերև, կնվիրենք, աղոթեն քո համար։ Եթե առաջի անգամ ես, իջի մենք իրար հետ այդ աղոթ կանենք իրար հետ, լավ, Աստված օրհնի քեզ։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Եթե համացանցով եք մեզ նայում առաջի անգամ եք նայում, դուք էլ մեր հետ այս աղոթ կարեք, սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ շատ։ Փառք Աստծուն, մենք կսպասենք, իջեք այդ աղոթ կանենք, Աստված օրհնի ձեզ։ Եթե առաջի անգամ ես, այսօր օրնավոր կյանքը տաս Տիրոջ, եթե այսպիսի եկեղեցում դեռ չես եղել, դեռ կյանքը չես տվել Տիրոջ, այսօր քո օրն է։ Պусть Бог благословит вас։ Աստված օրհնի բոլորիդ։ Մենք սպասում ենք, սիրելիներս, եկեք մենք իրար հետ աղոթ կանենք։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Կարելի, ահա, ես կսպասեմ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, բարև եք եկել։ Աստված օրհնի ամեն մեկից սիրելիներս։ Մի կարճ աղոթ կա, որ մենք իրար հետ պիտի անպայման անենք։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Աստված օրհնի, Աստված օրհնի շատ։ Գիտեք, խեմ հրավիրել ձեզ առաջ, մի կարճ աղոթք ենք անելու իրար հետ։ Մենք խոսացինք այսօր Աստվածաշնչից, որ դա է մեր միակ հեղինակությունը, որ ճիշտ ճանապարհով է տանում։ Մենք մինչև Աստծո հետ հանդիպելը ուզենք չուզենք գնում ենք սխալ ճանապարհով, որովհետև սատանան է մեզ առաջնորդում, չիմանանք էլ, միևնույնն է սատանան է մեզ առաջնորդում։ Բայց մենք այսօր օրն է, որ դու կանգնել ես Տիրոջ առաջ, որ ասես ես իմ կյանքը Հիսուսին եմ տալիս, սատանա հերիք է, այդ անքուն գիշերները, այդ խաբելը, այդ ստերը, այդ տանջանքներն ու ցավերը, հերիք է ինձ խաբես։ Ես Քրիստոսի սեփականությունն եմ։ Աստվածաշունչը Պողոս առաքյալի շուրթերով ասում է, եթե մեկը սրտով հավատում է Հիսուսին ու շուրթերով իրան Տեր ու Փրկիչ է դավանում, ինքը փրկվում է։ Ոչ թե մեր սիրուն աշկերի համար, մեր ապրած կյանքի համար, մեր տանջանքներ, չէ, նրա համար, որ ես ու դու հավատում ենք Հիսուսի արած զոհին ու ընդունում ենք իր արած զոհը, որ ինքը իմ ու քո մեղքերի համար խաչվել է։ Եթե դու պատրաստ ես, մի կարճ աղոթ կա, որ իրար հետ պիտի անենք։ Գալու ենք ու ասենք Հիսուս ջան, մինչև հիմա ինչ արել եմ կներես, կյանքս քեզ եմ տալի։ Եթե պատրաստ ես այդ աղոթքը անել, ես խնդրելու եմ, փակի աշկերդ ու իմ հետ կրկնի, հա։ Դալիճը մեզ կօգնի։ Ասա իմ հետ, երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։
Տերը օրհնի քեզ սիրելիս։ Մեր քույրը եղբայրը տեսեք ինստրուկցիան իրան ձեռքում արդեն սպասում են քեզ։ Մենք ուզում ենք ձեզ նվիրել այս գիրքը։ Դրա համար ես խնդրելու եմ մի քիչ հետո բարձրանաքը իրանց հետ վերև, համ կծանոթանանք, համ կշփվենք, համ կաղոթենք ձեր համար, համ էլ ուզում ենք այս գիրքը ձեզ նվիրենք, որ կարդաք ու շարժվեք իրանով, որովհետև սա կյանքի գիրքն է։ Կյանքի գիրքն է Աստծո խոսքը, նոր կտակարանն է։ Բայց մինչև ձեր գնալը ես ուզում եմ մի հատ աղոթենք ձեր համար, եթե կարելի է, հա։ Թույլ կտաք, դալիճ կխնդրեմ պարզես ձեռքերը, աղոթենք օրհնենք իրանց։ Երկնային Արքա, մենք խնդրում ենք քո օրհնությունը ուղարկես մեր եղբայրների ու քույրերի կյանք։ Հիսուսի զորավոր անունով թող քանդվի սատանայի ամեն ծրագիր իրանց կյանքերից։ Մենք քանդում ենք ամեն թուղթուգիր, անեծք, ամեն հիվանդություն, ամեն կապանք, մենք քանդում ենք ձեր կյանքերից ու հռչակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը, կրակը, օրհնությունը, խաղաղությունը, ներկայությունը, բժշկությունը, ազատությունը ամեն մեկի կյանքի վրա։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ, ձեր ընտանիքները, ձեր ապագան ու հանձնում ենք Տերերի Տիրոջ ձեռքը։ Հիսուսի անունով եղեք օրհնված։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ։ Հիմա խնդրել եմ ուղղակի մեր շատ սիրելի քրոջ եւ եղբորդ բարձրանաք վերև, համ կծանոթանանք, համ էլ էս նվերը կտանք ձեզ, լավ։ Տերը օրհնի ձեզ։ Խնդրեմ իրանց հետ բարձրանաք վերև։ Եկեք ծափարենք իրանց։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Տերը օրհնի բոլորիդ։ Փառք Տիրոջը։ Գիտեք, երկինքը ուրախանում է ամեն անգամ եւ նոր մարդիկ գալիս են Տիրոջ տուն։ Աստված օրհնի քեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու խաղաղությունը, օրհնությունն ու ներկայությունը ամեն մեկի կյանքի վրա լինի։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի քեզ սիրելիս։ Աղոթք չկա, հիշում ես, չէ՞։ Այս շաբաթ չկա, որովհետև այստեղ կոնֆերանս է, աղոթք չունենք։ Հանդիպում ենք հաջորդ շաբաթ օրը։ Այստեղ դահլիճում ոչ մի բան չի փոխվում, լավ։ Աստված օրհնի քեզ, գնաս խաղաղությամբ։